Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության գործիքների կիրառմամբ, բիզնես գործընթացների ավտոմատացում, տվյալների արդյունավետ կառավարում ու վերլուծություն, ծրագրավորման պահանջված այլ հմտություններ ձեռք բերել ցանկացողներին, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հրավիրում է կին ծրագրավորողներ անվճար դասընթացի հերթական փուլին։ Ծրագիրը հնարավորություն է տալիս ոչ միայն ստանալու արդիական մասնագիտական գիտելիքներ, այլև մուտք գործելու երկրում արագ զարգացող եւ բարձր վարձատրվող ՏՏ ոլորտ։ Ավելի շատ շեշտ է դրվել բովանդակության, արհեստական բանականության կիրառությունների վրա, հաշվի առնելով ՏՏ ոլորտի արագ փոփոխությունները եւ աշխատաշուկայի պահանջարկը։ Դրա համար բոլոր դասընթացները ունեն արհեստական բանականությանը վերաբերող մոդուլներ։ Հայտերը լրացնելու վերջնաժամկետը մարտի 10-ն է։ Դասընթացին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն կանայք, որոնք ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն, ինչպես նաև ոլորտում արդեն աշխատողները, որոնք ձգտում են ծանոթանալ ծրագրավորման համաշխարհային միտումներին եւ զարգացնել մասնագիտական հմտությունները։ Ծրագիրը նպատակ ունի աջակցել կանանց ձեռք բերելու ժամանակակից տեխնոլոգիական հմտություններ, զարգացնելու իրենց ծրագրավորման, թվային հմտությունները, ինչու չէ նաև հնարավորություն տալ իրենց փոխելու իրենց մասնագիտությունը, վերապրոֆիլավորվելու կամ բարելավելու արդեն եղած տեխնոլոգիական հմտությունները։ Դասընթացի ձևաչափը կհստակեցվի խմբի կարիքների գնահատումից հետո։ Այն կներառի ինչպես առցանց ուսուցում, այնպես էլ դեմ առ դեմ թեմատիկ հանդիպումներ։ Ծրագրի ընդհանուր տևողությունը 2-ից 6 ամիս է, շաբաթական 2-ից 3 դասով։ Առաջարկվող 7 թեմայից դիմորդները կարող են ընտրել միայն մեկը։ Առաջնահերթությունը տալիս ենք մարզերից կանանց, քանի որ իրենք ավելի քիչ հնարավորություն ունեն մասնակցելու նմանատիպ դասերի եւ այդ իսկ պատճառով նաեւ դասերը կազմակերպում ենք հիմնականում հեռավար, սակայն ժամանակ առ ժամանակ կազմակերպում ենք նաեւ արտեմ հանդիպումներ։ Իդեպ դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան վերապատրաստվելու ծրագրի գործընկերներ ՏՏ կազմակերպություններում հաջողելու դեպքում անցնել աշխատանքի։ 2020 թվականից իրականացվող ծրագրին մինչ այժմ մասնակցել է ավելի քան 500 կին, որոնց 60-ից 70%-ն արդեն աշխատում է տեղական եւ միջազգային ընկերություններում։ Ծաղկանուշ Միրզոյան, Էդգար Դավթյան, լուրեր։